Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազգային ժողովի պատվիրակության անդամները հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի հետ։ Զրուցակիցները խոսել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջև շարունակական համագործակցության մասին, անդրադարձ է կատարվել կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքներին վերաբերող հարցերին։ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է անել հնարավորը տեղահանվածներին մեր հասարակությունում ինտեգրելու ուղղությամբ։ Ազգային ժողովի падգամավորները հյուրի ուշադրությունն են հրավիրել Բաքվում պահվող անձանց խնդրին, կարևորել նրանց շուտապույտ հայրենադարձումը։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Հայկ Մամիջանյանը եւ Արմեն Ռուստամյանը հանձնակատարին ներկայացրել են ներհայաստանյան զարգացումները, խոսել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցից, անդրադարձել իրենց գնահատմամբ երկրում քաղբանտարկյալների առկայությանը։ Մայքլ Օֆլահերթիի հետ հանդիպել են նաև մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել է հանձնաժողովի ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների կոմիտեում ներկայացվող համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի կազմման աշխատանքներին։ Մայքլ Օֆլահերթին ընդգծել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքների կարևորությունը։ Ռուստամ Բաքոյանը մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի կողմից քննարկված եւ ընդունված մշակման փուլում գտնվող օրենսդրական նախաձեռնությունները։ Նա խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի համար իրականացվող սոցիալական եւ տնտեսական ներառմանն ուղղված ծրագրերի մասին, անդրադարձ է կատարվել գենդերային բռնության դեմ պայքարին, խտրականության կանխարգելմանը։